Սա ոչ միայն չի օգնում Իրանին, այլև վնասում է Իրանին, որովհետև Իրանի բանը, առաջարկը չեղարկում, ասում է Իրանը ձեզ լավ բան առաջարկում, ես ավելի լավ բան կարամ առաջարկեմ։ Իրանի պայմաններով հələ մի բան էլ ավելի հեշտացրած տարբերակով հասկանում եք Նիկոլը եւ խաղում է Ռուսաստանի դաշտում Թուրքիայի եւ հետո արևմուտքի, այսինքն ինքը հիմա գտնվում է, ես ասում եմ, չէ, աննախանձելի վիճակում, թակարդի մեջ, ցուկցվանգային վիճակում, ինքը լավ քայլեր այլևս չունի։ Դուք ասում եք արևմուտքը մինչև Պուտինի բան անելը Հայաստան չի մնա, բայց եթե մինչև հիմա մենք ունենք Հայաստան որպես ինքնիշխան պետություն, եթե մինչև հիմա մենք ունենք Սյունիք, եթե մինչև հիմա 9-րդ կետը կյանքի չի կոչվել եւ Զանգեզուրի միջանցքը դե ֆակտո դեռ չի գործում, դա արևմուտքի եւ Իրանի շնորհքն է։ Արևմուտքի եւ Իրանի Նիկոլ Փաշինյանի վրա բանեցրած ճնշման արդյունք է։ Նրանք կարողացել են, այո, Նիկոլին ստիպել, որ նա գոնե այդ վերջի զիջումները չանի եւ կարծում եմ կկարողանան մինչև վերջ դա անել։ Ես կարծում եմ, որ նայեք, Սոչիում, բանում, այդ Մոսկվայում Պուտինի հետ զրույցի այդ կադրերը, երբ որ ես նայում էի, շատ տարբերությունը մեծ էր Պուտին-Փաշինյան եւ Պուտին-Ալիև կադրերի։ Եթե դուք նկատել եք, Նիկոլի դեմքը լարված էր, Ալիևի դեմքը ժպիտը երեսին։ Նիկոլի մասին շատ կարճ ռեպորտաժ տվեցին, Ալիևի մասին խոսեցին Ռուսաստան-Ադրբեջան խորացող օրորի հսկայական առաջընթացի մասին։ Այսինքն Նիկոլին հստակ պահանջ է դրվել շատ արագ տրամադրել Զանգեզուրի միջանցքը եւ պատահական չի, որ Մոսկվայի հանդիպումից առաջ ՖՍԲ տնօրեն Բորտնիկովը, այնուհետև Պուտինի օգնական Ուշակովը բաց տեքստով ասեցին. Արևմուտքը ճնշում է Նիկոլ Փաշինյանին, թույլ չտալով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները արագ կարգավորվեն, այն էլ Մոսկվայի հարթակում, ձգձգելով կարգավորումը, որ հետո ինքը վերցնի իր ձեռքը կարգավորումը, բառացի եմ ասում Բորտնիկովի բառը, որ հետո տարածաշրջանում տեղակայվեն ՄԱԿ խաղաղապահ ուժեր, Բորտնիկովը ՖՍԲ-ի տնօրենը, այսինքն ռուսները բաց տեքստով ասում են, որ արևմուտքը հիմա տապալում է կարգավորումը Մոսկվաներում, Նիկոլի վրա ճնշելով, որ հետո ՄԱԿ խաղաղապահները գան մտնեն տարածաշրջան։ Տարածաշրջան ուր? Արցախ։ Իսկ Արցախ ՄԱԿ խաղաղապահները ինչի՞ պիտի մտնեն, որ անվտանգ պայմաններ լինի Արցախի մեր հայրենակիցների վերադարձի, ինչպես ասել է Քամալա Հարիսը։ Բայց դրա համար պիտի Նիկոլը հեռացվի։ Բայց Նիկոլը հնարավոր չի համարում, չէ՞, երբ ասում են Արցախ վերադարձ։ Ուշադիր հետևում ենք, Էրմիրի ջան, այնքան ամեն ինչ պարզ է դառնում։ Եվ ամեն ինչ շատ հստակ, պարզ, հիմա ասում են միջանցքը պիտի 10, վերջնաժամկետը BRICS գագաթաժողովն է, եւ եթե ես կարծում եմ մինչև դա Նիկոլը չանի, մեծ այսպես հավանականություն կա կամ իրավունք ունենք նման պնդում անել, որ 1999-ի հոկտեմբերի 27-ը կկրկնվի 2024 թվականի հոկտեմբերի 27-ին, որովհետև կրկնում եմ, այդ միջանցքը ռուսներին օդի ջրի պես կարևոր է եւ թուրքերի եւ ադրբեջանցի, բայց առաջի հերթին ռուսներին սանկցիաների մեջ խեղդված տնտեսությունը փրկելու համար ելք ունենալու դեպի աշխարհ, իսկ ռուսները ինչպես են առաջ տանում կացնային մեթոդներով, քաղաքական սպանություններով իրենց պահանջները, մենք դա լավ գիտենք, մեր մաշկի վրա դա զգացել ենք։ Էնպես որ Լավ, հիմա կողքից լսող կասի, բա լավ, ինչ անի խեղճ Նիկոլը, եթե հիմա միջանցքը չտա, հոկտեմբերի 27 կանեն ամբողջ թիմը բան կլինի։ Խեղճ Նիկոլը երբ որ 18 թվականին իրան ճղելով գալիս էր իշխանության, խեղճ Նիկոլը երբ որ Կալաշնիկովներին, Ռիժկովներին, որոնք եկել էին Երևան իր հետ բանակցելու, ասում էր ոչ մի Կարեն Կարապետյան, ես պիտի լինեմ վարչապետը։ Խեղճ Նիկոլը երբ որ մերժում էր արևմուտքի օգնությունը, Ջոն Բոլթոնի, Մակրոնի օգնությունը եւ 18 թվականին դեռ պատերազմից առաջ, իմանալով որ լինելու է պատերազմ, մատին չէր խփում բալանսը վերականգնելու եւ պատերազմը կանխելու կամ պատերազմի ելքը կանխորոշելու իօգուտ Հայաստանի եւ պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո այդ ժամանակ խեղճ Նիկոլը պիտի մտածեր այսօրվա մասին,
հասկանում եք, եւ ադրբեջանցիներն են արդեն գրում բարձ, որ դու այտենց դուխով եւ ամերիկյան գորկա ես նստում եւ ռուսական գորկա ես նստում, այն ատրակցիոնը ռուսկի գորկի, ամերիկանսկի գորկի, չէ՞։ Իմացի, որ դա լավ չի վերջանալու անձամբ քո համար եւ ադրբեջանցիներն են արդեն նշում, որ Նիկոլի վարած քաղաքականությունը որևէ կապ չունի ոչ Հայաստանի ազգային շահի, ոչ հայ ժողովրդի, այլ անձնական խնդիրները հետապնդում, աթոռը ստանալ, աթոռը պահել, վերարտադրվել, վերընտրվել, ամերիկյան ճամբար թռնել, ռուսականից թռնել ամերիկյան, ռուսականից թռնել թուրքական եւ այլն։ Սա ժուլիկություն է, քաղաքական անբարոյական կեցվածք է, որը որ տխուր ավարտ է ունենալու։ Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական բևեռի YouTube-յան ալիքին։